Խաչատրյան, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ, պատրաստվի Կարեն Արեստակեսյան։ Շնորհակալություն, մեծարգո նախագահող, սիրելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ։ Այսօր մենք կանգնած ենք այնպիսի իրականության առաջ, որտեղ պետության ապագան ընդամենը դարձել է մեկ անձի իշխանասիրության գերի։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունն արդեն 7 տարի շարունակ ապացուցում է, որ ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի պետականությունն ու անվտանգությունը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի անվտանգության համակարգը ուղղակի փլուզվեց։ Բանակը, որը մեր գոյության հիմքն էր, նպատակային կերպով թուլացվեց եւ անզոր դարձավ մեր սահմանների պաշտպանության գործում։ Արցախը, որն անկախության տարիների ողջ ընթացքում եղել էր հայկական ինքնության եւ անվտանգության կարևորագույն բաղադրիչ, կապիտուլացվեց, հանձնվեց ու Արցախահայությունը բռնի տեղահանվեց։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարվեց։ Այս ամենը ոչ միայն արտաքին ճնշումների հետևանք էր, այլ առաջին հերթին իշխանության խայտառակ եւ ազգադավ քաղաքականության արդյունք։ Նույն պատկերը արտաքին քաղաքականության ոլորտում է։ Փաշինյանը կործանեց դիվանագիտական այնպիսի կապեր, որոնք տասնամյակներով եղել էին Հայաստանի անվտանգության հենասյուները։ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները հասցվեցին աննախադեպ ցածր մակարդակի։ Արևմուտքի հետ հարաբերությունները ձևավորվեցին ոչ թե գործընկերային շահերի վրա, այլ կառուցվեցին մեկ կողմից իջեցվող հրահանգավորումների տրամաբանությամբ։ Իրանի հետ հարաբերությունները եւս վարկաբեկվեցին իշխանության անպատասխանատու հայտարարություններով ու քայլերով։ Ժամանակի ընթացքում փաստացի ռեգիոնում Հայաստանը մնաց մենակ, որպես բոլոր բևեռների կողմից անհասկանալի եւ անվստահելի երկիր։ Սա արտաքին քաղաքականության ամենամեծ ձախողումն էր։ Իշխանությունն այսօր ամբողջությամբ հրաժարվել է նաեւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Դիվանագիտությունը կառուցվում է միակողմանի զիջումների տրամաբանության վրա։ Այսօր էլ բրոունյա շարժումով փորձում են իբր դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել, բայց արդյունքը զրո, քարոզչական աղմուկը ինչպես միշտ ամենաբարձր ձայնի վրա։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմ է հայտարարել մայրաթոռին, հարված հասցնելով մեր հավատքի եւ ազգային ինքնության հիմքերին։ Արժեզրկվում են եկեղեցական, կրթական եւ գիտական հաստատությունները։ Պետության մնացյալ ինստիտուտները եւս դարձել են բացառապես մեկ անձի ծառայության գործիք։ Կառավարությունն իրեն հռչակել է ժողովրդավարության բաստիոն, սակայն իրականում վերածվել է բռնապետական վարչակարգի։ Հայաստանում այսօր առկա են քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումներ։ Այսօր կան տասնյակ քաղբանտարկյալներ, խորհրդավոր սպանություններ են տեղի ունենում։ Միաժամանակ ծաղկում են հանցագործությունը, թմրամոլությունը, կոռուպցիան եւ բազմաթիվ այլ արատավոր բարքեր։ Այս ամենը վկայում է ոչ թե ժողովրդավարության ամրապնդման, այլ ժողովրդավարական ինստիտուտների հետընթացի մասին։ Փոխանակ համախմբելու հասարակությունը իշխանությունը զբաղված է մարդկանց բաժանելով սևերի եւ սպիտակների։ Կեղծ օրակարգերով ձևավորվում է ներհասարակական թշնամանք, խորացվում է հասարակության բևեռացումը։ Տպավորություն է ստեղծվում, որ պետությունը գործում է ոչ թե քաղաքացիների համախմբման, այլ հակառակը, պառակտման համար, բաժանիր եւ տիրես սկզբունքով փորձելով պահպանել իշխանությունը։ Ամենից վտանգավորը այն է, որ Փաշինյանը ոչ միայն անընդհատ կորուստներ է բերում, այլ հոգեբանորեն կոտրում է ժողովրդի ողնաշարը, անընդհատ քարոզելով պարտվողականություն, զիջումներ, անկարողություն։ Հարգելի հայրենակիցներ, ժամանակը չի երիքի, եթե այստեղ գտնվողներս հերթով ու մեր դիտանկյուններից փաստարկված մանրամասներով ներկայացնենք այն ժամանակագրական ռեգրեսը, որը տեղի ունեցել այս իշխանականների կառավարման ժամանակահատվածում։ Հավատացեք, ոչ թե օրեր, այլ շաբաթներ ու ամիսներ կտևեն լսումները։ Բայց մեկ բան ակնհայտ է. Փաշինյանին այլևս չի կարելի վստահել պետության ղեկը։ Նա ձախողել է ամեն ինչ՝ մեր անվտանգությունը, մեր արտաքին քաղաքականությունը, մեր ազգային ինստիտուտները, մեր հասարակության միասնականության գաղափարը։ Ուստի այսօր արդեն խոսքը ոչ թե քաղաքական նախասիրությունների մասին է, այլ պետական գոյատևման հարցի։ Պետք է միասնական ջանքեր գործադրել, փորձել մեկ ճակատով հանդես գալ, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ եւ ազատել Հայաստանն այս իշխանությունից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Հաջորդ ելույթի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Կարեն Արեստակեսյանին։